Հաջորդը, ասեցի վերածնվող Հայաստան, ասեցի Վահե Հակոբյան, հիշեցի, դուք էլ ասեցիք ԶՊՄԿ Տիկին Գրիգորյան, էլի հիշեցի, կրկնում եմ, դուք վերածնվող Հայաստան կուսակցության անդամ եք, վերածնվող Հայաստան կուսակցության անդամ Վահե Հակոբյանը, չէ, հետախուզման մեջ է, հենց նոր կարդացի, փաստորեն ինչ է պարզվում, այս տարվա նոյեմբերի 11-ին հայտարարվել է, որ հարցման ի պատասխան գլխավոր դատախազությունից հայտնել են, որ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի փակագծերում մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը երկրորդ մասի երկրորդ կետով եւ 296-ի փողերի լվացումը երրորդ կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2025 թվականի, այսինքն այս տարվա հոկտեմբերի 31-ին մեղադիալ Վահե Հակոբյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Հիմա հարց Տիկին Գրիգորյան, ձեր կուսակցության ղեկավարը ինչի է փախած, ուր է Վահե Հակոբյանը, Տիկին Գրիգորյան, ուր է Վահե Հակոբյանը։ Կգաք ստեղից կպատասխանեք փողերի լվացման մեջ մեղադրվող ձեր կուսակցության ղեկավարը, ձեր կուսակցական շեֆը, որը մեղադրվում է կոռուպցիայի մեջ, ուր է փախած։ Հետո խոսում են ԶՊԿՄԿ-ի մեջ։ ԶՊԿՄԿ-ի կոնտեքստում էլ ասեք Վահե Հակոբյանը ինչ է արել, ինչի է ինքը հիմա մեղադրվում կոռուպցիայի փողերի լվացման մեջ։ Պատասխանեք։ Ու նաև պատասխանեք։ Ընդհանրապես քաղաքական տրամաբանությանը տրվում, օրինակ ո՞նց է ստացվում, որ մարդը իմ քայլով, դուք նաև բան սիրում եք, չի ասել, հեղափոխությամբ իշխանության եկածները ինչ որ ասում էին այսպես չեղավ, դուք էլ եք հեղափոխությամբ իշխանության եկել, դուք գիտեք դուք դրա մասին։ Հեղափոխությամբ իշխանության եկել, հետո միացել եք Ռոբերտ Քոչարյանին, դուք գիտեք ով եք։ Դուք 100 հազարավոր մարդկանց, ովքեր որ փողոցներում Հայաստանի հանրավաք էին անում, այդ մարդկանց տված վստահությունը ձեզ, անձամբ ձեզ, դրել եք Քոչարյանի ոտերի տակ։ Գիտեք որ Քոչարյանի, այն Քոչարյանին, որից եւ իր ընտանիքից դատախազությունը պահանջում է արգրավել համագումարով, հանրագումարով, մոտ 200 միլիոն դոլարին համարժեք գույք, փող եւ այլն։ Այդ դրա մասին խոսացեք։